Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի Դոնի Ռոստովում հանրահավաք է կազմակերպվել։ Ըստ տեղեկությունների միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 մարդ։ Սուրբ Խաչ եկեղեցու վանահայր Տեր Հարություն Քահանա Տերտերյանը նշել է, որ հայ համայնքի ներկայացուցիչներն ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներկա իրավիճակը բնորոշելով որպես ճնշում եկեղեցական կառույցների նկատմամբ։ Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում հայ առաքելական եկեղեցու հոգևորականության համար չափազանց կարևոր է զորակցություն հայտնել հավատացյալներին։ Հոգևորականը նաև հիշեցրել է Հայաստանում 4 արքեպիսկոպոսների կալանավորման մասին։ Տերտերյանն առանձնահատուկ ընդգծել է, որ միջոցառումն անցել է առանց քաղաքական կարգախոսների։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ցավակցական ուղերձ է հղել Սպահանում ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ։ Ինչպես հայտնի է, նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը իր աշխատավայրում զոհվել էր մարտի 26-ին Սպահանի ռմբակոծության ժամանակ։ Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Սիմոնյանը Հայաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Ստամբուլի կենտրոնում շուրջ 1000 մարդ է հավաքվել ի նշան բողոքի Իրանում, Լիբանանում եւ Պաղեստինում շարունակվող պատերազմների դեմ, հայտնում է Associated Press-ը։ Մի քանի կրոնապահպանողական, հասարակական կազմակերպությունների կազմակերպած հանրահավաքում հնչել են «Դիմադրեք, Գազան հաղթելու է» եւ «Մուսուլմանները չեն ենթարկվում ճնշումներին» կարգախոսները։ Ցուցարարները պահել են մարդասպան Իսրայել, մարդասպան Միացյալ Նահանգներ մակագրությամբ պաստառներ։ Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիները պահանջել են նաև իրենց տարածքից հանել ամերիկյան ռազմաբազաները։ Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, 1 մարդ զոհվել է, 1-ը վիրավորվել։ Ըստ տեղեկությունների առավոտյան ժամը 9:10-ին մոտ Կամազ Մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել է Նիսան Տիդա, Մերսեդես, Օպել, Տոյոտա Մակնիշի ավտոմեքենաներին եւ ավտոքարշակին։ Բախումից հետո Կամազը կողաշրջվել է եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է Արարատ բժշկական կենտրոն, նրանցից մեկը մահացել է գիտակցության չգալով։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշվում է, որ բացի Կամազից բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված եւ նրանց մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։ Շարունակենք, Յարխուշտան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնը կդառնա։ Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ հայկական ոգին, ուժն ու հաղթանակի խորհրդանիշը Յարխուշտան այսուհետև կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն։ Նշվում է, որ այն կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Յարխուշտան հայկական ժողովրդական մարտական պար է, որը կատարում են տղամարդիկ, այն ավանդաբար պարել են հայ զինվորները կռվից առաջ մարտական ոգին բարձրացնելու նպատակով։ Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի եւ ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ կոտեմարտն ավարտվել է հայ ըմբիշի վստահ հաղթանակով։ Ծառուկյանը վերահաստատել է իր առավելությունը մրցակցին պարտության մատնելով 9-3 հաշվով։ Այսպիսով նա երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել ամերիկացի մարզիկի նկատմամբ։ Նրանց առաջին մենամարտում Ծառուկյանը հաղթել էր 5-3 հաշվով։ Հանդիպման ավարտին սակայն զանգվածային ծեծկրտուք էր սկսվել երկու կողմերի թիմերի ներկայացուցիչների միջև։ Հիմա սպասվող եղանակի մասին։ Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 2-ից 3-ը, 3-ից 4-ին, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում գիշերը ձյան, ցերեկը թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-ից 3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին լուրերի մեր ամփոփիչ թողարկմանը։